Առաջին անգամ Ռուբենի հետ ծանոթացել եմ խաղապահ առաքելության մեկնելիս, Աֆղանստան խաղապահ առաքելության էինք մեկնում, ես նշանակված էի որպես զորախմբի բժիշկ։ Ռուբենին այդ ժամանակ եմ առաջին անգամ ծանոթացել, ինքը զորախմբում նշանակված էր որպես կապող սպա, կարելի ասել նաև կապի սպա, ինքը այսինքն իր գործունեությունը իրականացնում էր ռազմաբազայում գտնվող մյուս երկրների զորախմբերի հետ կապը մեր հայկական զորախմբի հետ։ Ու ինքը այդ ժամանակ իր աշխատանքը ծառայությունը իրականացնում էր բազայի հրամանատարական կետում։ Առաջ անգամ այդ ժամանակ եմ ծանոթացել ու առաջի հայացքից կարող եմ ասել, որ միանգամից աչքի ընկավ, որտեղ համեմատաբար մյուսների ես մի քիչ երկարատև ծառայության փորձ ունեի, իմ աչքի առաջ բոլորը նկատում են, նայում է ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես այդ ժամանակ ես փոխգնդապետ էի, որպես ներկայացուցիչ պաշտոնով կոչումով ավելի բարձր անձ, ու զգացում էր, որ ինքը տարբերվում է։ Իր շարժու ձևով, իր խոսելաձևով, ու մենք այդ ժամանակ սկսեցինք ծանոթանալ ու զգացվեց, որ ինչ-որ ընդհանուր բան կա։ Միասին մեկնել ենք, հենց այդ միասին մեկնելու ընթացքում էլ անգամ հենց սկզբից, երբ որ շարվում էին, երբ որ ինքնաթիռ էինք բարձրանում, այդտեղ զգացվում էր իր շարժու ձևը, որովհետև զինվորականների մոտ դա մի քիչ, երբ որ դու նայում ես կողքից, հաշվի առնելով, որ ես ոչ թե խաղապահ զորամասի ծառայող էի, այլ որպես բժիշկ էի նշանակված այնտեղ, ես կողքից ինձ համար ավելի պարզ էր երևում յուրաքանչյուրի շարժու ձևը։ Մինչև Աֆղանստան մեկնելը սովորաբար մենք անցնում էինք 3 շաբաթյա նախապատրաստական դասընթաց Գերմանիայի Դաշնությունում, ու այդ հենց Գերմանիայի Դաշնությունում այդ նախապատրաստական դասընթացի ժամանակ, արդեն երբ որ դու ուսումնասիրում ես գերմանական զենք զինամթերքը, որոնք որ այնտեղ օգտագործվում էր, երբ որ ուսումնասիրում ես բոլոր մյուս կանոնակարգերը, որոնք որ պետքա որպես առաջնորդվես դրանցով ծառայության ընթացքում, այդ ժամանակ արդեն զգացվում էր, թե ինչ հմտությունների է տիրապետում Ռուբենը, էլի ոնց է կարողանում այդ մարդկանց հետ հասկանալ, իրականացնել այն, ինչ որ Իրանից պահանջվում է։ Լեզուներ գիտեր ու ինձ նաև դա զարմացրեց, որովհետև ես ունեի ամերիկյան կրթություն, ազատ խոսում էի անգլերեն ու իր մոտ էլ ես զգացի, որ ասում եմ, լավ անգլերեն ես խոսում, ինչ որտեղ սովորել ես, չէ, ինքնուս ինքը ավարտել էր, հետո իմացա, որ արդեն ինչ կրթություն ունի, որտեղ է սովորել ու ինչ գերազանցությամբ ավարտել էր ու զորախմբում այդ ժամանակ զորախմբում ոչ բոլորն էին անգլերենի տիրապետում, իսկ դրա համար ինքը միանգամից աչքի էր ընկնում, որովհետև ցանկացած մեկը, որը որ անգլերեն չգիտեր, միշտ դիմում էր Ռուբենի օգնությանը։ Դա ինձ միշտ զարմացրել է Ռուբենի վարքագծում, որ այդ հրամանատարության հետ օտար զինված ուժերի ներկայացուցիչների հետ Ռուբենի շփումը միշտ անկաշկադ է եղել, ես ինքս էլ զարմացել եմ իր անմիջականությամբ ու իրերի ճիշտ ու անուններով դիմելու ունակությամբ, այսինքն ինքը միշտ զրուցում էր տեղին ու առարկայական ու դրանով ինքը միշտ վայելում էր շատ կարճ ժամանակում ինքը կարողանում էր բոլոր այլ ազգի ներկայացուցիչների հետ ինչ-որ ընդհանուր լեզու գտնել։ Դա օգնում էր, միանշանակ դա օգնում էր, մանավանդ երբ որ ծառայում ես այնպիսի միջազգային շրջապատում, այն կոնտինգենտի հետ, որտեղ իհարկե 20-ից ավելի տարբեր ազգերի, տարբեր կուլտուրայի ներկայացուցիչներ են ու իհարկե պետք է ունենաս այնպիսի որակներ, որ բոլորի հետ կարողանաս ծառայել, որտեղ նպատակը նույնն է, բոլորը մեկ նպատակի համար էին ծառայում։ Իսկ ինչպես պետք է ծառայեն, արդեն դա կախված էր, որպեսզի իրանք իրար հետ կարողանային միևնույն ժամանակ լեզու գտնել ու իրանց ծառայությունը սահուն առաջ տանել։ 6 ամիս Աֆղանստանում մենք մնացինք 6 ամիս այդ ընթացքում ու այդ 6 ամսվա ընթացքում մենք հասցրեցինք, իհարկե ավելի շուտ հասցրեցինք մենք իրար ճանաչել, բայց 6 ամսվա ընթացքում ես իմ մեջ ընկալեցի, իմ մեջ հասկացա, որ
մի ուրիշ տիպի անձնավորություն է, ինքը որպես թե զինվորական, թե որպես մարդ, ինքը շատ դրական բնավորության գծերի տեր մարդ էր։ Ռուբենին Ավղանստանը բնութագրելու համար ես կարող եմ մանավանդ այդ առաջի անգամն ու երկրորդ անգամ իհարկե մի քիչ ավելի ուրիշ է եղել, ու եթե առիթ լինի ես երկրորդ անգամվա առաքելությունից էլ մի դրվագ կպատմեմ։ Մենակ մի բան կարող եմ ասել, որ այդ հրամանատարական կետում ծառայող, որտեղ որ Ռուբեն էր նշանակված ի սկզբանե ծառայող այդ կապի սպաներից միայն Ռուբենն էր, որ վերջում արժանացավ ամբողջ այդ զորախմբի հրամանատարի գովասանքին, ու գովասանքին ոչ թե բանավոր, այլ գրավոր տեսքով, ու բոլորն էին զարմացած, անգամ որ իրեն այդպես ընդունել էին այնտեղ, ինքը կարողացել էր հրամանատարական կետում բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ առանց իրա այնտեղ ծառայությունը ասում են շատ վատ է անցնում։ Դա ուրիշի խոսքերն եմ ես ասում, մենուն ժամանակ մենք ունենք նաև այնտեղ ամբողջ հրամանատարի, ազգանունը չեմ հիշում, բայց ինքը գեներալ լեյտենանտ էր, բժշկական խորհրդական ուներ, ես որ ծառայության ընթացքում սովորաբար այնտեղ դաշտային հոսպիտալում էի անցկացնում ծառայությունը, բժշկական խորհրդականը ժամանակ առ ժամանակ այցելում էր հոսպիտալ ու միշտ հետաքրքիր էր, որ 1-2 շաբաթ հետո ինքը անընդհատ գալիս էր ու ինձ տեսնում էր, ասում ինչ որ խնդիր կա, ասում չէ, ինչով օգնեմ, ինչ անեմ, ինչա պետք, ասում չէ, ամեն ինչ նորմալ է, ծառայությունը ընթանում է, զինվորներից խնդիրներ չունենք, հիվանդներ չունենք եւ այլն, ու վերջում ասում էր, բայց գիտես, չէ, դուք մի հատ սպա ունեք հրամանատարական կետում, ասում եմ, ես իրանով հիանում եմ։ Ես ասում եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր հրամանատարին, որ այդտենց սպա ունեք դուք։ Ես իհարկե դրանից հպարտանում էի։ Զարմանում եմ, որ անգամ բժշկական խորհրդատուն ճանաչում է Ռուբենին, որը որ այնտեղ ինչ որ գործառույթներ է իրականացնում, ու ինքը հիացած է իր ծառայությունով։ Երբ որ արդեն ինչ որ ժամանակ հետո զորախմբի անձնակազմը իհարկե բոլորն էլ անմիջական էին, բայց շատ դեպքերում որոշները կային, ես զգում եմ, որ եթե անգամ իրանք ինչ որ առողջական խնդիր ունեն, իրանք փորձում էին Ռուբենին ասել, որ Ռուբեն կլինի գնանք միասին բժիշկի մոտ, էլի, չէի հասկանում ինչա, բայց իրանք գիտեն, որ մենք արդեն սկսել ենք մոտ հարաբերություններ ունենք, իրար հետ շփվում ենք, իրար հետ զրուցում ենք, ազատ ժամանակը փորձում ենք միասին անցկացնել, ինչ որ զորախմբի տղաների հետ ինչ որ բաներով զբաղվում ենք այնտեղ, բայց այդ տենդենսը կար, ինքը զորախմբի տղաների հետ բոլորի հետ անմիջական էր, բոլորի հետ անմիջական էր ու ես ոնց հասկանում եի բոլորն են իրան սիրում, բոլորը իրան սիրում եւ ընդունում էին։ Այսինքն ներսում էլ էր միջնորդ, ոչ միայն ներսում էլ էր միջնորդ, հա, որովհետեւ ինքը երբ որ այնտեղ հերթափոխով էին իրանք ծառայում, երբ որ իրանք հերթափոխը ավարտվում էր ու ազատ ժամանակ էին ունենում, այս հոսպիտալը այդքան ծանրաբեռված չէր լինում շատ ժամանակ, մանավանդ այդ երեկոյան ժամերին, որտեղ որ ես էի անցկացնում իմ ծառայությունը, տեսնում էր գալիս էին։ Ինքը կամ իր տղաներից մի երկու հոգի ասում, բժիշկ եկել են քեզ տեսակցության։ Դե լավ, եկել եք տեսակցության, հիվանդ չեմ, բայց եթե բողոք չունեք, նստեք զրուցենք։ Ժամանակի ընթացքում ճիշտն ասած մեր հարաբերությունները այնպես դասավորվեց, որ Ռուբեն այո կար, որ շատ անձնական, անգամ որոշ նեղ անձնական հարցեր կիսվում էր ու փորձում էր խորհուրդ հարցնել, որովհետև ասում էր բժիշկ դու ինձանից տարիքով մեծ ես ու ես ընդունում եմ, հասկանում եմ, որ դու ինձ կարող ես ճիշտ խորհուրդ տալ ու անգամ իր անձնական կյանքից փորձում էր ինչ որ բան կիսվել եւ անգամ ինքը ասում է ավարտեմ, գնալու եմ, ես շարունակեմ այսպիսի ուղղությամբ, ուզում եմ, ասում եմ Ռուբեն քո հատկանիշներով, քո հատկություններով, քո ուսումով, կրթությունով, գիտակցությամբ դու շատ երկար ես գնալու, ասում եմ բժիշկ ճիշտ ես ասում, ես պայքարում եմ, որ երկար գնամ, առաջ, էլի նկատի ունեի ես դա առաջ, այսինքն ավելի բարձր պաշտոնների արժանանար ու ինքը տեսնում էր դա, այո, ինքը իր ապագան բանակում էր տեսնում, միանշանակ։ Միշտ գնահատել եմ այն մարդկանց, որոնք որ գիրք են կարդում ու ինձ նաև ստեղից գնալուց ես էլ էի հետս բավականին գրքեր էի տարել, զարմանում էի, որ
ինձ համար դա ոչ թե զարմանք էր, այլ որոշակի ձևով անակնկալ էր, որ ինքը իր ազատ ժամանակի մեծ մասը հատկացնում էր գիրք կարդալուն ու հետո գալիս էր իմ հետ սկսում էր խոսել այդ գրքի մասին։ Որոշակի գրքեր ես էլ եմ իրան տվել, որ կարդա, ինքը դե նայում էր գրքեր, ասում էր, սա ինձ հետաքրքիր է, ուզում եմ սա կարդամ, ու հիմնականում օտար լեզուներով, ու կարդալուց հետո գալիս էր սկսում էինք քննարկել։ Ասում էի, ապրես, եթե դու հասցնում ես այս ընթացքում նաև գիրք կարդաս, ուրեմն դու իրոք շատ առաջ ես գնալու։ Մարզվում էին տղաները, իհարկե ես որ ծառայությունս հիմնականում հոսպիտալում էի անցնում, զորախմբից եթե ինչ-որ խնդիր լինում էր, ես անմիջապես իջնում էի զորախմբում եւ այլն, բայց իրանք իրանց ազատ ժամանակ այնտեղ կար դրվագներ, ազատ սենյակներ, ժամանցի սենյակներ կար այնտեղ, որտեղ որ հնարավոր է ժամանակը անցկացնել։ Կարող էին ինչ-որ խաղեր խաղալ, այնտեղ կրիկետեր կամ չգիտեմ բիլիարդ էին խաղում, մարզվում էին իրար հետ, այնտեղ անգամ մեր զորախումբը իր համար պատրաստած սպորտային հրապարակ ուներ։ Միասին այնտեղ սպորտով էին զբաղվում, շատ ժամանակ ֆուտբոլ կամ վոլեյբոլ էին խաղում, կար այդ հարմարությունները էլի այնտեղ։ Ու ինքը միշտ մեջն էր։ Գիտեք ինչ, դա զգացվում է, երբ որ ծառայությունից դուրս ես լինում ու ազատ ժամանակ, հիմնականում այդ ժամանակ, բայց երբ որ մանավանդ Ռուբենի պարագայում, երբ որ ինքը իր ծառայությունները անցկացնում էր, ծառայության ընթացքում ինքը անընդհատ էր զբաղված։ Միգուցե ես չգիտեմ, այդ ընթացքում չէր հասցնում մտա, բայց ծառայությունից դուրս հաստատ իհարկե կապը կար ընտանիքի ծնողների հետ, բոլորս էլ զանգում էինք մեր ընտանիքներին, բայց համենայն դեպս ժամանակը անցնում էր ու դա ներքուստ չեմ կարող ասել, թե զգացում էր, որ իհարկե 6 ամիսը շատ է, բայց ինչ որ չափով էլ նաև քիչ է, որ ինչ որ նպատակների հասնես։ Գիտեք ինչ, դա փորձ էր, որը որ ձեռք բերեցինք բոլորս միասին, փորձ էր նախ ծանոթանալու այլ ազգերի ներկայացուցիչների հետ, փորձ էր նախ ծանոթանալու ինչպես է իրականացում խաղաղապահ առաքելությունը, փորձ էր ուրիշ ազգերի կուլտուրային եւ ուրիշ ազգերի զինվորականների հետ ծանոթանալու, որը որ իհարկե օգտակար է, կարծում եմ բոլորի համար էր դա օգտակար ու բոլորն էլ դրանից օգուտ քաղեցին, որտեղ բավականին փորձ ձեռք բերեցին դրանով հանդերձ։ Իսկ մեկնելուց առաջ շատերը ուրախ էին, շատերը տխուր։ Հիմնականում դե իհարկե մենք ուրախ էինք, հա, կարոտել ենք մեր ընտանիքներին, գնանք, հերիքա եւ այլն, բայց նկատվում էր, որ օրինակ մյուս որոշ ներկայացուցիչների համար տխուր էր, ասում էր դե լավ, ինչ եք գնում, էլի մնացեք, որտեղ ձեր հետ ծառայություն անցկացնել ավելի հեշտ է, ավելի հանգիստ է։ Միանշանակ ես ասում եմ, միայն Հայաստանի ներկայացուցիչն է, ու դա միայն Ռուբենն է եղել, որ ծառայության ընթացքում արժանացել է այդ առաջի զորախմբի ժամանակ արժանացել է նման գովասանքի, ու անգամ մեզ ճանապարհելուց բոլոր բարձրաստիճան ղեկավարներն էին եկել մեզ ճանապարհելու, ու իհարկե ճանապարհելուց առաջ տեղի ունենում մեծ միջոցառում, ու այդ միջոցառման ժամանակ շնորհակալություն են հայտնում ծառայության համար, իհարկե շնորհակալություն հայտնեցին, գովասանքի խոսքեր ասեցին եւ իհարկե պաշտոնապես լավագույններին, ովքեր որ աչքի էին ընկել իրանց ծառայության ընթացքում, իրանց էլ խրախուսեցին իհարկե։ Երկրորդ անգամ 19 թվականին էր ու գիտեք ինչ են առաջի անգամ որ ինքը կապող սպայր, երկրորդ անգամ երբ որ արդեն գալուց հետո մենք էլ կապի մեջ ենք եղել, որտեղ անդադ խոսել ենք, ծառայությունից դուրս մի քանի անգամ հանդիպել ենք, սկսել ենք ընկերություն, այսպես։ Սկսել ենք ընկերություն ու երկրորդ անգամ երբ որ արդեն զորախումբը կազմավորվում էր, ինքը զանգեց ինձ ուրախ, բժիշկ ասեց, ես գնում եմ որպես զորախմբի հրամանատարի տեղակալ։ Կարող է հանկարծ դու լինես մեր բժիշկը, ասում կարող է, չգիտեմ, դեռ առաջարկություն չի եղել, առաջարկություն պետք է լինի, ես համաձայնվեմ, որ հրաման լինի, որ ես իհարկե միանամ ձեզ, ու այնպես ստացվեց, որ ես իմացա, որ ինքն է լինելու, ես էլ, ասես մի քիչ գուցե տարօրինակ ընչի, բայց ես էլ էի շահագրգռված, որ այդ ժամանակ ես էլ գնայի, որովհետև մտածում էի ու համոզված էի, որ այդ ծառայությունը իհարկե շատ լավ է անցնելու։ Ու
ես ինչով, այսինքն դա ինձ համար մի քիչ սպասելի էր, որ ինքը օրինակ 1 տարվա մեջ, 1.5 տարվա մեջ իրան որպես օրինակ կապող սպայից միանգամից ինքը արդեն դառնում էր որպես զորախմբի հրամանատարի տեղակալ։ Դա ինձ համար ճիշտն ասած սպասելի էր, որովհետև տեսնելով իր ունակությունները, տեսնելով իր այդ զինվորական կեցվածքը ու իր շարժուձևը, ես հաստատ կարծում եմ, որ ինքը ոչ միայն նաև ի վիճակի է որպես տեղակալ, նաև որպես առաքելության զորախմբի հրամանատար ծառայի։ Երկրորդ անգամ նույն վայրում էինք։ Երկրորդ անգամ այո, նույն վայրում էինք, ու արդեն երկրորդ անգամ երբ որ նույն վայրը գնում ես, իհարկե ամեն ինչ արդեն մի քիչ ավելի հեշտ է ստացվում, մանավանդ հենց սկզբից ադապտացիան, այդ ակլիմատիզացիան մի քիչ ավելի հեշտ է ստացվում, ու այդպես էլ եղավ։ Ավելի հեշտ ստացվեց ու ինքը որպես հրամանատարի տեղակալ այնքան արագ, այնքան արդեն փորձ ուներ ու այնքան արագ էր կարողանում կողմնորոշվել, որ մենք արդեն հենց հանդիպել իջնելուց ամիջապես 3 ժամ հետո իրան կարողացան ծառայությունը ստանձնել։ Ուրեմն երբ որ խոսում ենք Ռուբենի մասին, ինքը իր ծառայության ընթացքում մանավանդ երբ որ արդեն որոշակի հրամանատարական աստիճաններով բարձրանում էր, զգացվում էր իր հոգատարությունը իր զինվորների, իր ենթակաների նկատմամբ։ Անգամ մի անգամ այսպեսի դրվագ եղավ այդ երկրորդ առաքելության ժամանակ, ինձ զանգեց, ասեց բժիշկ իմ զինվորներից մեկը վիրավորված է, իրան նեղացրել են ճաշարանում, այնտեղ հաց ուտելու ժամանակ, ճաշի ժամանակ, ու ասի լավ, բեր խոսենք, էլի, բա չէ, ես ուզում եմ հենց հիմա մի քիչ իմ մոտ նես տպավորություն ստեղծեց, որ ինքը նեղվել է դրանից ու ինքը հենց այդ պահին էր ուզում այդ հարցը լուծել, այսինքն հարցը լուծելով այն առումով, որ պետքա գնար ում հետ որ այդ տղաները կոնֆլիկտ են ունեցել, դրանց հրամանատարին տեսներ ու իր հետ խոսեր, ասեց Ռուբեն, սպասի, գիտես, ինքը ինձանից ավելի լավ գիտեր, թե այնտեղ իր վիճակը ոնց է, ինքը ասի իրան նամակ գրի, ժամ նշանակի, երբ որ ինքը ազատ է, եթե ուզում ես, ես քո հետ կգամ, ասեց հա, ես քեզ զանգել եմ, որ հատկապես դու ինձ հետ գաս, որովհետև իրանց հրամանատարը փոխգնդապետ էր, թե գնդապետ, ինքը կապիտան էր այդ ժամանակ, ասում եմ, ես չեմ ուզում գնամ առանց բարձր աշճանի, նստեմ գնդապետի հետ, տենց ինչ-որ հարց քննարկեմ, դիսկուսիա, որ ես պետքա իրանց մեղադրեմ այդ հարցում, թե ինչա իրանց ենթական, իրան թույլ տվել նմանատիպ քայլ, ասեց, ես ուզում եմ, որ դու իմ կողքը լինես, դա ինձ կօգնի, ասում միանշանակ, դու պայմանավորվի, մենք կգնանք, պայմանավորվեցինք, գնացինք ու ստեղ մի քիչ, գիտեք ինչ, կուլտուրայի հարց էր դա, երբ որ ճաշանում այդ միջադեպը եղել էր, չեմ ուզում մանրամասնել, համենայն դեպս միանշանակ մեր զինծառայողները ճիշտ էին այդ պարագայում, ու մենք որ գնացինք Ռուբեն այդ ոնց հասցրեց ինքը մեզ, ընդունեցին, նստեցինք սենյակում այդ իրանց հրամանատարի թիկունքի գծով տեղակալի մոտ, ու այնտեղ ճաշարանն էլ ինքը outsource էր, քաղաքացիական մարդիկ էին իրանց ղեկավարները ու 2 հոգի էլ քաղաքացիական մարդ կար այնտեղ նստած ու ներկայացանք ու ես նստել եմ հանգիստ ոչ մի բառ չեմ էլ հասցրել խոսել էլի ու Ռուբենը սկսեց իհարկե անգլերենով էր այդ ամեն ինչը իրանց բացատրում ինքը հասցրեց 10-15 րոպեում համ դրվագը ներկայացնել համ իրանց ներկայացնել մեր հայկական կուլտուրայի առանձնահատկությունները ու վերջում բացատրել, թե ինչի համար է դա սխալ դիտվում եւ դա ինչի համար է վիրավորական։ Ես պրոստը ոչ մի բան չհասցրեցի, ասեմ 15 րոպե հետո իրանց թիկունքիցով տեղակալը վեր կացավ, կանգնեց, Ռուբենի ձեռքը սեղմեց, ասաց կներեք, ես հասկանում եմ, որ իմ զինվորը, իմ աշխատողը սխալ է արել։ Ներողություն խնդրեց ու ինձ բան չէր մնում ասել, ասում դե շնորհակալություն որ ընդունեցիք, շնորհակալություն, որ հասկացաք ու մենք դուրս եկանք գնացինք։ Ինքը մինչև այդ մտնել են, ոնց են ասում, դրանց մոտ գնալը, քիչ եռում էր, էլ ասում էր, ոնց թե ինչ որ մեկը պետք է իմ զինվորին վիրավորի, դա շատ ծանր էր տանում։ Ու իհարկե միջադեպը հարթվեց, գնաց ու բոլորն էլ հասկացան, որ պետքա մեկը մեկին հարգեն, մանավանդ կուլտուրայի առանձնահատկությունները պետքա հարգեն։ Դա մի քիչ անմոռանալ էր իր այն շահագրգռվածությունը ինքը ոնց պետք է իր զինվորի
շահերը պաշտպանի, դա չգիտեմ, շատ լավ է, դենց շատ էր դուր գալիս ու իրոք ես հետո իրան ասացի, Ռուբասի մալազից հալալա քեզ, որ կարողա մեկ ուրիշը լինել, ասեր դե լավ, անցած լինի, արի կոնֆլիկտ չսարքենք, բայց ոչ մի կոնֆլիկտ սարքելու դենց խնդիր չկար։ Միգուցե մեկ ուրիշը լիներ, հա, իհարկե կախված առանձնահատկություններից մարդկային կամ իրար չհասկանային, որտեղ միշտ էլ դժվար է, երբ որ օտար լեզվով ես ինչ-որ մեկին բացատրում կուլտուրայի առանձնահատկությունները եւ կամ որն է ճիշտ, որն է սխալ վարքը, ավելի դժվար է, քան հայերենով բացատրես։ Ու այդքանից հետո ասում եմ ապրես մալադից նենց արեցիր, որ դաժե ինքը վեր կացավ, քեզանից ներողություն խնդրեց ու դա հարթվեց գնաց ու հետո զգացվում էր այդ երբ որ ինքը հրամանար տեղակալ էր զգում էիր, որ բոլորը կարող էին իրան մատով ցույց տալ։ Բոլոր զորախմբերի 20-ից ավել ներկայացուցիչները, զինված ուժերի 20 երկրներից ավել զինված ուժերի ներկայացուցիչները ընդունում էին իրան։ Ու շատերի հետ ինքը այնպիսի դրվագներ կար, որ օրինակ շատերի հետ ինքը նախկինում ծառայել էր, երբ որ եղել էր կապի սպա, ինքը ճանաչում էր։ Ու ինքը կարողանում էր հեշտ այդ բոլորի հետ շփվել։ Գիտենք, ես կարծում եմ, որ հա, իր միջավայրը հենց ես կարծում եմ, որ իր միջավայրը հենց այդ խաղապահ առաքելությունները, իր միջավայրը հենց այդ ոչ միայն հայկական, այլև միջազգային միջավայրներ, որտեվ ինքը երկու տեղում էլ թող մի քիչ բան չհնչի, իրան զգում էր որպես ձուկը ջրում, որտեվ եւ իր գիտելիքները, եւ իր կեցվածքը, եւ իր դաստիարակությունը, եւ իր պահելու ձևը իրոք թույլ էր տալիս, որ այդ մարդուն ընդունես, չգիտեմ, այնպես որպես որ ինքը կա ու հնարավոր չէր իրան չհարգել։ Շատ մեծ հումորի զգացում ուներ, ահավոր, որտեվ մեկ-մեկ ինձ հետ էլ էր հումորներ անում ու հետո էլ ասում էր, ինձ տարիքով մեծ ես, բայց կլինի մի բան ասեմ, ասում էի, հա, ասա։ Ու հումոր էր անում, ես էլ հումորը ընդունող անձնավորություն եմ, ասում եմ, հա, ապրես, լավ ես ասում։ Մենք միշտ տարբեր տեղեր ենք ծառայել, բայց թե ծառայության ընթացքում տենց ընդհանուր հարցեր չենք ունեցել, բայց վերադառնալուց հետո մենք միշտ կապի մեջ ենք եղել, միշտ շփման մեջ ենք եղել, հանդիպել ենք, տուն այցելություն ա եղել իհարկե նաև գնացել եկել, իմ ընտանիքին ճանաչել են, իմ ընտանիքն ա ճանաչել Ռուբենին, ինքն ա գնացել եկել մեր տուն, ու ոնց ասեմ, շարունակվել է, ոնց ասես մեր ընկերությունը շարունակվել է, ինքն էլ ասում է Ռուբ, մեկ-մեկ ասում է, այնքան տենց հատկություններ ունես, բեր ես քեզ տղայիս հետ ծանոթացնեմ, ծանոթացել էին արդեն, իրանք էլ որոշակի առումով առաջի անգամ, երբ որ մեր տուն եկան, ծանոթացան, ներքույս ես մտածում էի, ասում էի, այնքան լավ հատկություններ ունի, իհարկե ես չի կարելի ասել, թե դժգոհում եմ իմ տղայից, բայց կուզենայի, որ իմ տղան էլ քո նման լիներ։ Վերջի անգամ ես իր հետ հեռախոսով եմ, հա, ես տեղակ էի, ես իր հետ հեռախոսով եմ շփվել, ես այդ ժամանակ երկրում չեմ եղել, հեռախոսով եմ շփվել իր հետ, իրանք այդ ժամանակ ասեց, որ հաթերքում են, այդ ժամանակ խոսել եմ իր հետ հեռախոսով, ու հիմնականում դե ինքն էլ ասում էր, որ հեռախոսով չեն կարող խոսել, բայց գրվում էինք, շատ հաճախակի մանավանդ պատերազմի ժամանակ համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մենք հաղորդակցվում էինք գրվելու միջոցով, որտեվ ինքն էլ գիտեք պատերազմի ժամանակ բջջային հեռախոսը տենց օգտագործելու ենթակա չէր։ Ու հետո կապը գրում եմ չի պատասխանում ու անկեղծ ասած իմ համար դա շատ ծանր էր, ահավոր ծանր, ես դրսում գտնվելով հանդերձ մինչև հիմա էլ ես չեմ համակերպվում այդ մտքի հետ, որ Ռուբենը չկա։ Դրանից հետո խոսել եմ, Աշոտի հետ եմ խոսել, Ռուբենի ծնողի հետ եմ խոսել,
Նաև այդ ընթացքում ասել եմ, որ ես էլ եմ գրում չի պատասխանում, ինչ ա եղել, ուր ա, ինչ ա, դե իրանք էլ այդ սկզբի ընթացքում տեղեկություն չունեին։ Այդ ոնց որ ասում են վատ լուրը, որ հասնում է, չեմ կարող, ահավոր է, ես իրան այնքան եմ հարգել, սիրել, որ ինձ համար շատ դժվար է։